15 միլիոն դոլար միայն Սամվել Կարապետյանը կրթաթոշակ է վճարել Հայաստանից դուրս սովորող հայ ուսանողների համար լույս հիմնադրամի միջոցով 15 միլիոն դոլար ինձ խնդրել են, ասել են, խնդրում եմ մեզ ԿՊԱ-կան մի ասեք, որովհետև դա իրենց համար արժեհամակարգային ինչ-որ տարբերություն է, բայց ամեն դեպքում մարդիկ աշխատել են։ Մենք տարբերություն չենք դնելու կուսակցական, դա սխալ ճանապարհ է, 3 միլիոնանոց հայաստանցիների, հայ ազգին, 10 միլիոնանոց հայ ազգին, 3 միլիոնանոց հայաստանցիներին ոնց կարելի է տարանջատել, ասել դու, չգիտեմ, 15 տարի առաջ ինչ-որ քո բարեկամը եղել է այս կուսակցության անդամ, չի կարելի։ Պարոն Փաշինյանը մի պահ աստվածաբան էր, հետո երաժիշտ էր, հիմա ֆինանսական անալիտիկ է դառել, ինչքան հասկանում եմ, անալիզ է անում բիզնեսների հաջողությունները, գործարարությունից, տնտեսությունից, պարոն Փաշինյանը շատ հեռու մարդ է, դա հուսով եմ իր խորհրդականները իրան արդեն ասել են, ինքը չի հասկանում ինչպես է զարգանում տնտեսությունը, ինքը չի հասկանում ինչպես են ընկերություններ ձևավորում, ինչպես է մարդը հնարավոր մի մարդ իր հայրենակիցը ստեղծի ամենամեծ հայկական կառույցը եւ անգամ իր կալանքի եղած ժամանակ հարյուրավոր միլիոնների արդյունքներ ապահովի, իսկ այդ արդյունքը աշխատանք է, մեծ աշխատանք է։ Պարոն Փաշինյանը տնտեսությունից չի հասկանում ոչ աստվածաբանությունը, ոչ երաժշտությունը, ոչ տնտեսությունը իր մասնագիտություն չեն։ Սամվել Կարապետյանի համեմատ Փաշինյանը հին քաղաքական գործիչ է։ Կարապետյանը նոր գործիչ է, ով միակն է, որ ունի պատասխանատվություն Հայաստանում մինչև այս եղած բոլոր դեպքերի համար, ով միակն է, ով միայն օգնել է Հայաստանին եւ չունի որևէ պատասխանատվություն եւ առաջարկում է ելք այս ջրբաժանից ամենաանվտանգ եւ ամենաբարեկեցիկ ելքը։ Մենք ունենալու ենք մեծ հաղթանակ ու մեծ փոփոխություն։ Կարապետյանը բերելու է մեծ փոփոխություն։